Հիմա Արարատ ցեմենտ հետ կապված process կա։ Ես ասել եմ, որ ընդ որում դա ես ոչ թե քաղաքական հայտարարություն եմ արել, որից հետո դա եղել է, այլ քննությունը դա ցույց է տվել, գրություն ազդակ է եկել կառավարությանը, որից հետո ես ասել եմ։ Ես Արարատ ցեմենտի աշխատողներին էլ խորհուրդ եմ տալիս եւ խնդրում եմ, որովհետեւ Արարատ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական։ Նշանակվելու է նույն ընթացակարգով կառավարիչ եւ եկեք այսօր այնպիսի բաներ չանենք, որ վաղը մյուս օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակն եմ ուզում հիշեցնել։ Ես կապանում զգուշացրեցի, ասի տեսեք, այն մարդիկ, ովքեր այսօր այլև պատվերով գործողություններ են անում, այդ մարդիկ ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասեցի, այդ մարդիկ արդեն օգոստոսին բոլորը ազատված էին աշխատանքից, նրանց մի մասի դեմ քրեական գործ է հարուցված, նրանց մի մասն է դատվել է։ Ես ուզում եմ, որ բարձ լինի խաղի կանոնները, որ այդ մարդկանց մի մասն էլ միջև մի միջնորդավորված կամ ուղղակի միջնորդում է, որ վերականգնվեն աշխատանքի։ Ես էլ ասում եմ, չէ, հարգելիներս, այն ժամանակ հստակ կանոնը սահմանվել է։ Լսել եք ինչ եմ ասել։ Ես չեմ կարող, որովհետև այդ ասած այդ թվում ժողովրդի առաջ ստանձնած պարտավորություն է, ես չեմ կարող դրանից նահանջել։ Հիմա նույնը խնդրում եմ Արարատ ցեմենտի հարգելի աշխատողներին։ Չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ այս նույն ցիկլի մեջ մտնենք, նրանք ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն եւ այլն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։